Տեր-հայր, տեսեք, այսօր մի փոքր այսպես խոսք էր ասել օրվա առիթով Փաշինյանը եւ այսպիսի մի ձևակերպում կար նրա խոսքում երկնային բանակ, հա, երկնային բանակի մասին։ Քաղաքական գործիչները հետաքրքիր մեկնաբանություններ էին տալիս, թե ինչ է ուզում ասել այդ ձևակերպմամբ։ Հետաքրքիր է ինձ համար հոգևորականի մեկնաբանությունը։ Ինչ է ակնարկում։ Ինքը ասում է, որ կարար պատերազմ չլիներ, բայց նույն վիճակը կլիներ։ Ինքը իրան արդարացնելու համար ասում է իրանք երկինք գնացին։ Երկնային բանակ, զորք մենք ունենք։ Վարդանանց պատերազմ, երբ որ մենք տեսնում ենք, երբ հանուն հավատի, հանուն հայրենիքի նահատակվեցին 1036 քաջեր, մեր սուրբերը տեսան, թե ինչպես են այդ քաջերը մտնում երկնքի արքայություն։ Մենք ունենք այդ տղաներն էլ, որ հանուն հայրենիքի, ովքեր հանուն հայրենիքի եւ հանուն հավատքի իրենց կյանքն են դրել, իրենք գնացին, միացան Վարդանանց զորքին, բայց ովքեր որ դավաճանությամբ դա արեցին, ասենքն թիկունքից հարվածեցին, նրանք դժոխք կգնան։ Այդ երկնային բանակ, երբ որ այս ուղարկավորություններ էի անում այդ ժամանակ, այն ժամանակ ասում էի հայտնության գրքում հետաքրքիր մի տեղ կա եւ սուրբերը տիրոջն ասում եւ պիտի մեր վրեժ առնես։ Հիմա ասված այդ տղաներին, որ իր պիղծ բերանով ասեց, որ կարար այդպես լներ նույն վիճակը, բայց առանց պատերազմի հաստատ ասելով պատերազմի են տարել, որպեսզի նույն վիճակը լինի, այդ նույն տղաների վրեժը առնելու ասված իրանցից։ Գիտեք, սա մեկ խորհրդանը, որ խոսում է տենց գժական ձևերով, էլի, մի բան կարամ ասել։ Սուրբ Գիրքը ասում է, գործանումից առաջ զորանում է հոգին։ Ու ասում է անզգամի գործանումը հանկարծակի է գալիս։ Սա իրա մոտալուտ մահվան մասին է խոսում։ Ոչ թե մահվան, այո, ոնց որ ասում մեռելի հոտ է գալիս արդեն դրանից, էլի, կտեսնեք, ինչպես ասել եմ, կտեսնեք, տենց է լինելու է, թե դրա վախճանը ոնց է, խնդիրը այլ բանի մեջ է, որ նայեք, սա եկել էր, երկու օր հետո գնաց հեռուստացույցի ու լվացքի մեքենայում հատ գործարան բացեց, ուր է այդ գործարանը, հիշենք, որ իրենք չարի վերջ մուլտֆիլմներին բան արել, ուրեմն համացանց դրել, որտեղ չարը հաղթում է, ով է այդ չարը, հարց մեր հասարակությանը, ով է այդ չարը, որ հաղթում է, և իրենք հույս ունեն պիտի հաղթեն, ես չեմ ուզի իրա... Մասին էր խոսքը, Տեր-հայր, շատ հետաքրքիր է, կներեք, որ շրջանում է դա տարածվել, դա է ոնց որ հասկացա սիմվոլներ։ Չարի վերջը մուլտֆիլմերին, կարծում եմ համացանցում կգտնենք, չարի վերջի մուլտֆիլմերին, ուրեմն իրենք բանալը նկարել, որտեղ չարը հաղթում է։ Հա, հետաքրքիր, դա չէի հիշում։ Սկսենք այդտեղից։ Ես նկատի ունեմ, որ իրենց ամեն դեպքում ամեն գործողության հետևում կա դավադրություն մեր ազգի հանդեպ, որովհետև այդքան արաբի քավերը տեսնելով, այսօր տեսանք, որ զոհվածների հարազատները գնացել են կանգնել, որպեսզի դահիճը չմոտենա իրենց նահատակին, դեպ սա մեծ ապտակ է, գիտեք, մենք Արցախի առաջին պատերազմն նայեք, Քարորյան նայեք, ասենք, այն նախկին երևույթ, որ սրան ծնեց, որ գնում էր, որ մեկներ գնում, կանգնում այդտեղ, ասում էր մի արի, չէ, գնում են, ծնողներն խոնարհում ունեին, բայց սրան եթե թույլ չեն տալիս, սա մեծ ահազանգ է արդեն, որովհետև մարդը գոնե բնազդով զգում է, որ սա հենց այնպես չի տարել այդ տղաներին նահատակության, բայց իր խոսքի մեջ նայեք ուշադիր նայեք, վերջերս արդեն փոխել է, երբ որ շատ են դրա մասին խոսել, ինքը միշտ ասում էր զոհաբերվել են, չէր ասում զոհվել են, ասում են իսկ ում են զոհաբերում, սկսենք տեղից, սա ազդակ է մեր ազգին,